ԱՀՔԵ հապավում է, որը նշանակում է ավետարանի հավատքի քրիստոնյաներ եկեղեցի։ Եկեղեցու անվան ծագումնաբանությունը հիմնված է ավետարանի վրա։ Մարկոսի ավետարանի առաջին գլխից սկսվում է ապաշխարության հորդորը։ Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծո արքայությունը։ Ապաշխարեցեք և հավատացեք ավետարանին։ Մարկոսի ավետարան գլուխ առաջին համար 15։ Բայց ինչպես ապաշխարենք կամ հավատանք ավետարանին։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում բացահայտում է. ապա ուրեմն հավատը լսելուց է, և լսելը Աստծո խոսքից։ Հռոմեացիների 10-րդ գլուխ համար 17։ Ուրեմն պետք է ավետարանը կարդանք և լսենք Տիրոջ խոսքը, որ առաջանա հավատք։ Հենց հավատքի առկայությունն է, որ մեզ դարձնում է հավատացյալ կամ քրիստոնյա։ Եվ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտներին քրիստոնյաներ անվանեցին։ Գործք առաքելոց գլուխ 11 համար 26։ Ըստ ծագումնաբանության հունարեն քրիստիանոս բառը հին հունարեն է, որը նշանակում է Քրիստոսի հետևորդ։ Առաջացել է հունարեն Քրիստոս բառից, որը նշանակում է օծյալ։ Բառին միացվել է նաև լատիներենից վերցված կողմնակալ վերջավորությունը, որը ցույց է տալիս պատկանելություն։ Այսինքն, քրիստոնյա լինել նշանակում է պատկանել Քրիստոսին։ Եվ վերջապես, եկեղեցի բառն ըստ ծագումնաբանության հունարեն նշանակում է ժողով, ժողովարան, հավաքատեղի, քրիստոնեության իմաստով քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։ Մեր պատմիչներից Եղիշեն եկեղեցի բառը մեկնում է ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել իմաստով։ Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ, նշելով, որ եկեղեցին խորհրդանշական իմաստով Քրիստոսի մարմինն է, և մենք նրա անդամները։ Արդ դուք Քրիստոսի մարմինն եք, և յուրաքանչյուրը մաս կկազմե անոր մարմնին։ Առաջին Կորինթացիս 12-րդ գլուխ համար 27։ Քրիստոս եկեղեցու գլուխն է, և անիկա է մարմնին, այսինքն եկեղեցիին գլուխը։ Կողոսացիս գլուխ առաջին համար 18։ Այսպիսով մենք լսում ենք ավետարանի խոսքը, որի հետևանքով առաջանում է հավատք։ Այն մեզ դարձնում է քրիստոնյա ու մեզ համախմբում է Քրիստոսի շուրջ, դարձնելով եկեղեցի։ Ավետարանի հավատքի քրիստոնյաներ եկեղեցի